Տեղի ունեցավ կանանց ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերի 2026-2027 մրցաշրջանի վիճակահանությունները։ Առաջնություններում ունենք փոփոխություններ, բարձրագույն խմբում մեզ է միացել Նոան։ Մեզ համար սա շատ լավ իրադարձություն է, քանի որ մրցաշրջանում էլ կունենանք որոշակի փոփոխություններ, հետաքրքրություններ, քանի որ անցած տարի տեսանք, որ Նոան շատ վստահ ֆուտբոլ ցուցադրեց։ Առաջին խմբում նույնպես ունենք փոփոխություններ, ավելացման տեսքով մեզ են միացել Գանձասար աղջիկները եւ Անդրանիկ աղջիկները, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն մրցաշրջանը։ Հուսով եմ, որ այս տարի Հայաստանի առաջին խումբը եւ բարձրագույն խումբը հարթակ կհանդիսանան ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց գտնել նաեւ միջազգային հարթակներում, քանի որ մենք տեսանք, որ այս տարի ունենք երկու միջազգային տրանսֆերներ, խոսքը Տաթև Խաչատրյանի եւ Լուսինե Կոստանյանի մասին է, որոնք համալրեցին Չեռնոգորիայի չեմպիոնական ակումբի կազմը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի նպատակն է զարգացնել եւ կանանց ֆուտբոլը դարձնել ավելի մասսայական։ Մենք այդ նպատակին հասնելու համար կատարում ենք մի շարք ծրագրեր, համագործակցելով UEFA-ի եւ FIFA-ի հետ։ Դրանցից են օրինակ UEFA Playmakers-ը, որի միջոցով մենք երեխաներին ծանոթացնում ենք ֆուտբոլին եւ փորձում ենք այնպես անել, որպեսզի նրանք շարունակեն ֆուտբոլով զբաղվելը, անց են կացնում դրամաշնորհային ծրագրեր եւ այս ամենը նրա համար, որպեսզի կարողանանք ամեն տարի մի քայլ ավել զարգացնել կանանց ֆուտբոլը։